Մեր թաղամասում նոր սուպերմարկետ է բացվել։ Կես կիլո մի յուանից պակաս, հավերը դեռի հետ տուկ է փորձում։ Երևանում ինչքան կես լիտր Հայնիկենա։ Մսեղեն եւ այլն, փափուկ ականջներով խմբելիքներ են, ալկոհոլային, շաքարավազները։ Ձեզ ցույց տանք հիմնական սննդային զամբյուղ է։ Մեզ VIP քարտ տվեցին, բավականին թանկ են համեմատած տեղական մսի։ Միսի խոմա Հակ երևի առավելությունը, որ Հայաստանում մենք ունենք, այստեղի համեմատած։ Ես մտածում եմ, որ կամերային մի բան կլինի։ Չինաստան, հյուսիս-արևելք, անշայն քաղաք։ Երեք ուշ երեկոյան առաջի ձյունը եկավ։ Ու անհաջող էր, քանի որ ամբողջ ճանապարհները սառչել են։ Մեր թաղամասում նոր սուպերմարկետ է բացվել։ Լավն է, մի անգամ արդեն գնացինք, տեսանք ու մտածեցինք, որ հաստատ արժի գալ նկարել, այնպես որ գնում ենք այնտեղ։ Չմտած աղմուկը արդեն սկսվեց։ Ավելի հարմար տեղ է գտնվում, հիմնական փողոցի վրա է։ Իդեպ ես ցույց տվել եմ, թե չէ։ Այստեղ սուպերմարկետների սկզբում մուտքի մոտ միշտ այսպես վանդակներ են, տնային կենդանիներին թողելու համար։ Մեծ են։ Իմ կարծիքով մեծ շների համար է, եթե մեծ շուն ունեք, թողեք այնտեղ չխանգարեն, որտեղ փոքր շները միշտ տեսնում են, որ մտցնում են իրանց հետ։ Ինչ սիրուն ցուցանակներ են, լնա է։ Չէ, սրանք նա է։ Ինչ հետաքրքիր է, չէ, ֆռիկներից է։ Ձեզ չի երևում, ձեզ պտտվում է, որտեղ իմ կադրերի հաճախականությունից է, բայց մեր համար մաքուր վիդեո է, էլի ցույց տալի։ Այսօր ուզում ենք ձեզ ցույց տանք հիմնական սննդային զամբյուղը, այսինքն այն ապրանքները, որոնք արտադիր ամեն ամիս գնում եք, դուք եւ մենք, շաքարավազ, միս եւ այլն, հաց, դրանք ցույց կտանք ու մենք էլ կծանոթացնենք շուկայի հետ ընդհանուր սուպերմարկետի այսինքն։ Հիմա այստեղ Չինաստանում սենց են հիմնականում սուպերմարկետները, կամ առաջի հարկը, կամ ասենք մի մասը, պտուղ բանջարեղեն, միտ եւ բանջարեղեն։ Իսկ մյուս մասը արդեն հենց կոնկրետ սուպերմարկետն է։ Այստեղ երևի ես պտուղ բանջարեղենը ձեզ ցույց չեմ տա, քանի որ արդեն մի քանի շաբաթ առաջ ցույց եմ տվել, այստեղ միտեղ կհայտնվի տեսանյութի հղումը, հետո կարաք հետակ գնաք հղումով նայեք։ Այնպես որ այսօր կկենտրոնանանք արդեն սուպերմարկետի վրա։ Գնացինք, ստե մսեղենն է, պատրաստի, ծովամթերքները։ Հա, մեկ էլ այստեղ սենց յուրահատկություն կա, հիմնականում ծովամթերքների բաժնում է լինում, կարաս ձուկը կամ ասենք ձուկա, ծովախեզգետինա, խեզգետինա ինչա գնես ու մի անգամից այստեղ տաս պատրաստել, այնտեղ հետևում կաֆեի նման ինչ-որ տեղ կա, նստարաններով, սեղաններով, կարաս այս տեղում ուտես, կարաս հետը տանես։ Պատրաստելու համար իդեպ փող գումար ընդհանրապես չեմ վեկալում, միայն այն ապրանքը ինչ գնում ես ու մեկ էլ եթե հավելյալ ինչ-որ համեմուկան օգտագործեն, դրանց գինն ես տալի։ Նորից կրկնեմ, այստեղ գները հիմնականում կես կիլոյի համար են տված, այսինքն այն գները, որոնք դուք տեսնեք, դրանք ոչ թե 1 կիլոգրամի գինն է, այլ կես կիլոյի։ Բազմապատկում եք 54 դրամի, 1 յուանը արժե 54, մոտարապես 54 դրամ, դոլարով էլ մոտավորապես 1 դոլարը անում է 7.3, մոտարապես կոնկրետ չեմ նայեք, կներեք, կնայեմ ստեղ կգրեմ կոնկրետ այսօրվա կուրսի համապատասխան։ Լավ, այստեղ բանջարեղեն, մրգեր,
մսեղեն եւ այլն։ Մտնենք մսեղենը, իդեպ մենք անցած շաբաթ եկանք ստեղ։ Միամիտ բացահայտեցին, կամերան հետս չէր, էլի չնկարեցի։ Մսեղենը ահաբուր էժան ժողովուրդ։ Ես մի հատ օրինակ բերեմ, լոշիկներն է, ինչքան է ալագուրը։ Կիլոյով, հա։ 10 յուան։ 3 հատ կչի։ 3 երևի 3 սրան։ Մի հատ չի։ Հələ արի հարցնեմ։ Չեգե սանգը շկվա։ Հա։ 3 սենցը 10 յուան, բեկալ 3 հատ։ Քթու կաղամբա։ Լավ, ինչ էի ասում, հավերն էի ասում, կամ։ Միջին, դենց ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր, միջին հավեր գնեցի, հար նոր 4 հատին տվել եմ 30 յուան, այսինքն 2 հատով էին ծախում, 2 հատը 15 յուան, 30 յուանը անում է մոտարապես 1600 քանի դրամ, 4 հատ հավեր, այսօր եթե այստեղ էր, չէ, ես այր նայեք, այսօրվա ակցիան 0.99 յուան, հավի բդերն են, դա կես կիլո, այսինքն մի կիլոն գալիս է 110 դրամ էլ չի անում, 108 դրամ, համ, մի կիլոն 108 դրամ, կես կիլո մի յուանից պակաս, հավերը, այս լոշիկները ցույց տամ, նիհա, ճգեք հիմա, միենբա, օքե, սենց բան են անում, եթե ապրանքում ես, վեչատում են, երևի ինդեղ սուպերմարկետի մեջ են տենց բաներ կան, բիլ մնացիր է, վեչատեց, որ հանգարց թյուրի մածություն չլնի, եկեք մեր թխվածքները, հացա բույկեղեն է, այս սրանք են յոգուրտով բույկիներն են, շատ համեղ են, բայց ստեղ մենք թխվածքա բլիտներ անցալ անգամ գնեցինք, աբուր համով էին, այս կտորները, որ տեսնում եք, սրանք կարանք փորձեք, տարբեր տեսակներ իրենց փորձելու համար ունեն, գինը նայեք ինքներդ, 12 յուան, այս մի տուփը, 12 յուան է, լավ դուք հաշվեք էլ էժով, մտքերս կախում ամիջև։ Դու ուտելու ես։ 9-8։ Դու ուտելու ես։ Կփորձեմ։ Համ մեկը որն էր համով։ 9-6։ Ձեռի հետ ուտեմ, փորձեմ։ Այսօր 7.7 $1 էլ է։ Սրանք է կռեմով հացեր են։ Բուլկի են էլ, իրանք հաց են ասում, բայց դե քաղցր են։ Շատ համեղ են, բայց կռեմ չենք ուզում։ Մենք այն կողմից կվերցնենք մեր հացը, որը միշտ վերցնում ենք։ Հա, եկեք ձեզ հյութերը ցույց տամ, ուրեմն այստեղ Coca-Cola, Pepsi, Cola, Fanta, այդ գազավորված ըմպելիքները ահավոր տարբերություն ա տալի գնային Հայաստանի հետ։ 2 լիտրանով Coca-Cola-ները նայեք։ Ընդամենը 6 յուան։ 310-20 դրամ։ Նույնը Fanta-ները, նույնը 7up-ները։ Սրանք թեյերն են, սառը թեյերն են։ Նույն գինն է, 2 լիտր։ Այս են հին ստիլի կոլաներն են։ Կորեական Pepsi-ները։ Սրանք մի քիչ թանկ են, քանի որ ներկրված են, այստեղ չեն արտադրվում։ Կորեական են։ Այս գարեջուր է։ Հա։ Կոճապխպեղի գարեջուր։ Իմբիրնի գարեջուր։ Սրանք էլ չիայով ըմպելիքներն են։ Կոկոս եւ բանան։ Նուր, մանգո, այդ ինչ է։ Բանա, աննա ոնց էր։ Ժենշեն, ահա։ Ժենշենով ըմպելիք է։ Այն է ժենշեն։ Սրանք ալկոհոլային են։ Ալկոհոլ։ Հա, կես ընդամենը կես տոկոս ալկոհոլ է։ Լավ, արի գարեջրի գներն են ձեռքի հետ։ Այս կորոնաները ամենտեղ այս նույն գինն է, 7-9։ Այս ինչ փափուկ ականջներով ըմպելիքներ են ալկոհոլային։ Peach wine։ Honey peach wine։ Մեղրով, դեղցով
գինի է։ Այս են միրգորներ դուր եկավ շլորի նման։ Հա, շլոր է։ Մեջը։ Յուրահատուկ շլոր է շատ համար։ Էսի ոնց է կոչվում, էսի Vox Apple այն չէ, Vox Fruit։ Գալուբիկա է։ Ալկոհոլային են դրանք, բայց գները թանկ են, սրանք ներկրված են իմ կարծիքով։ Ընդհանրապես այդտեղ ներկրված ապրանքները ավելի թանկ են, քան տեղական արտադրության ապրանքները։ Ինչ որ համայն տարբերություն չի տալու, ուղղակի իմ կարծիքով այդ տարիֆների հարցն է, էլի։ Գարեջ ջրերը, լավ, գարեջ ջրերը նայեք։ Սենց ցույց տամ դուք արդեն նայեք ինքներդ։ Սրանք մեծ տարաներ են, էլի, լիտրանոց տարաներ են։ Փոքրերը արդեն ավելի մաչելի են։ Նայած, եթե գերմանական են, կարող է մի քիչ ավելի թանկ լինի։ Տեղական արտադրությունները այս գներն են։ Հեսա գտնեմ դες ամենահայտնի չինական բրենդը ցույց տամ, գարեջրի շատ լավն է։ Հեսա Ծինտաո։ Այս քաղաքում իդեպ եղել են կալիքում տեսանյութը կա, ստե մի տեղ կավելացնեմ։ Բայց չգնացինք այնտեղ գարեջրի թանկարան կար, չգնացինք ժամանակ չգտանք։ Սրանք սենց տուփերով են։ 6 շիշը 35 եվրո։ Ինչ է դա։ BTS։ BTS չեմ ճանաչում։ Այսի է։ Special BTS package։ Ինչ։ Ինչ է բայց էսի։ Բանա։ Վիտամին ըմպելիքա։ Այնիկենի գինը նայեք, սրանք մեծ են։ Մեծ շիշա։ Ինչ տարողություն է, կես լիտր 7.9 Այնիկենները։ Այն դոլարը մի փոքրիկ ավել։ Ասենք 400 դրամ։ Երևանում ինչքան է կես լիտր Այնիկենը, ապակու շշով։ Հետա քրքիր է։ Մի ժամանակ շատ թանկ էր։ Այս սրանք են լավը։ Ասախին։ Սրանք արդեն մեծ են, կարծեմ 600-ից ավել է, հա 630, ճապոնական են սրանք, չինական չեն։ Սա էլ ուսումա, այստեղի Սինջան նահանգի գարեջուրն է, մի ժամանակ շատ լավն էր, հիմա չգիտեմ, երևի մեր նահանգում է, որ սենց այստեղի կոնկրետ գործարանը լավ չի արտադրում թե ինչ, բայց մի ժամանակ մինչև կովիդ շատ լավն էր։ Ու թանկ էր ավելի։ Մի շիշը 12 յուան էր, հիմա համ մաչելի է ավելի դարձել։ Կարող է տեսակներն են տարբեր, չգիտեմ, այդ որ սուժոյում կար, ստեղ չկա։ Սրանք թեյեր են։ Այս գների որոշ ապրանքների շատ թանկ լինելը համեմատած է այստեղի գների հետ։ Հեսա դες բացատրեմ ինչա, ուրեմն կան ապրանքներ, որոնք ներկրվում են արտասահմանից ու մեծ քանակներով են ներկրվում, այսինքն ամբողջ Չինաստանում մեկ կա, բոլոր խանութներում կգտնես։ Այս նույն այդ գարեջրերը, որ ցույց տվեցի, ճապոնական եւ այլն։ Հալավ ռոբ ինչ ես ուզում։ Վեկալ դե ուզում ես։ Վերջը այդ ներկրված մեծ քանակությամբ ներկրված ապրանքները, որոնք ամենտեղ կան, դրանք մաչելի են գները շատ էժան են։ Իսկ այն ապրանքները, որոնք յուրահատուկ են, այսինքն ամեն խանութ, ամեն սուպերմարկետ աշխատում է ինչ-որ յուրահատուկ ապրանք ներկրի բերի ու փոքր քանակով, մենակ այդ խանութում կգտնես։ Դրանք մի քանի անգամ ավելի թանկ են, քան խոսքի են մյուսները։ Եթե հասարակ Coca-Cola-ն, ասենք, փոքր շիշը 2-3 յուան արժի, այդ Coca-Cola-ն, որը տենց ներկրված է ու միայն այս խանութում կգտնես, դա կարող է 10 քանի լինի կամ 20 յուան լինի, հնարավոր է։ Տենց ինչ որ էլի մարքեթինգային քայլ է, էլի։ Տեղական ջերմուկներն են, բայց դե սոդավորված են, այս չի որ հանքային ջուր է, շվեպսները։ Ես օնլայն եմ գնում, ես սենց խանութից այս սրանք չեմ գնում, օնլայն բլոկով ժող միակ երևի առավելությունը, որ Հայաստանում մենք ունենք, այստեղի համեմատած գների պահով եմ ասում էլ, այդ առավելությունը նկատի ունեմ, դա ջուրն է, այն որ մեր մոտ ջուրը մենք ամսական վճարում ենք ու անսահմանափակ ինչքան ուզում խմում ենք, չնայած անսահմանափակ չի, կուբամետրով ենք տալի, բայց այստեղ ջրի հարցը ավելի տարբերվում է, այն որ մենք վճարում ենք ամսական, մենք շատ ենք լողանում, շատ ենք ջուր ծախսում, շատ ավելի շատ եմ ծախսում, քան մյուս մարդիկ, որտեղ այնտեղ ցուցակները որ գալիս է վճարման, երևում է, էլի բոլորը 2 ամսվա համար 30-ից 40 են վճարում, մենք 100 ենք վճարում, 70-ից 100։ Վերջը, բացի դրանից, խմելու ջուրը մենք առանձին ենք գնում։ Այ խմելու ջուրը մեր վրա շատ ահագին գին է նստում։
կվեկալ եմ։ Սրանք 4.5, 5, 6 լիտրանոցներ են։ Մոտարապես դե սենց սուպերմարկետում մի քիչ ավելի մաչելի է։ Մեր շենքի տակի խանութում դե տենց քաշ չենք տալի էլի հեռու տեղերից։ Շենքի տակից գնում ենք 6 լիտրի համար 10 յուան եմ վճարում։ Արկղով 3 հատ վերցնում եմ, տենց մի քանի օրվա համար խմելու ջուրը։ Արդեն ճաշ բան պատրաստելու համար ամեն բակում մեծ ֆիլտրեր կան։ Վճարում ես ընդ մի քանի լիտրը 4 յուանն է ինչա վճարում եմ։ Դա արդեն ճաշ բան պատրաստելու համար ենք օգտագործում։ Լավ չիփսերն են ձեզ ցույց տամ։ Տեսականին շատ է։ Ես ցույց տամ նրանք, որոնք կան Հայաստանում, Pringles-ներն են սրանք։ Այստեղ 10 յուան, 9-ից 10 յուան, Lays-երը էս տուփով 9 յուան։ Սենց դու, սրանք չինականներն են։ Սա եկեք այն ծանոթներից գտնեմ, բայց տարբեր համային հարստությունը ավելի շատ է այստեղ, ինչ համի ասես մրգային, grapefruit, անանաս, դուրիանի համով անգամ կա։ Lays-երը հես են, Lays-երը էս գներն են։ $1-ից պակաս 350-60 դրամ։ Մեծերն են, սրանք էլ էս գներն են։ Նախապատմությունը մեր post-ի աշխատողը մի հատ հոյակապ կին է, շատ է մեզ օգնում էլ այս տարիների ընթացքում։ Միշտ մտածում եմ ինչ-որ մի նվեր առնեմ կանեմ, կոնֆետ, շոկոլադ ու մոռանում եմ։ Հեսա մի հատ սենց շոկոլադ կվերցնենք։ Այն կողմն է։ Սենց հաստ է նայ։ Hershey's Համեմատած այլ ապրանքների հետ, այստեղ շոկոլադեղերն ընդհանրապես թանկ է լինում։ Մենակ ռուսականներն են էժան լինում, որ լինում են, ոչ ամենուրեք կա, բայց որ ռուսական ինչ-որ շոկոլադներ են, բլիթներ են եւ այլն, դրանք շատ էժան են համեմատած մյուսների հետ։ Բայց հիմնական այդ Snickers, Hershey's, տենց բաներ են էլի հայտնի, Roche-ն բան, տենց բաներ կա։ Փոքրիկ պլիտկաներ են շոկոլադի։ Գները նայեք, ասենք չինական էժան գների համեմատ, չգիտեմ Հայաստանում սրանք ինչ գներ են։ Բավականին ծանր է, 33 գրամով 252 գրամ։ Մեջը 6 հատ։ 18 հատ է մեջը։ 18 հատ փոքր հա էս ալը ցույց տեր։ 18 հատ է։ Հա, 18։ Էսի 33։ Դե գիտես մեզ խի հատ թանկ թվում։ Չնայած 1600 դրամ թանկ է, չէ՞։ Չգիտեմ մի հատ հələ եթե կարաք էլի խնդրում եմ, մի հատ Հայաստանում տեսեք այդպիսի DAF ֆիրմայի շոկոլադներ կան ու եթե կան ինչ արժեն։ Այստեղ 1600 մոտարապես։ Յուտարը անգլերենի թարս են դրել, նայեք։ Համբուրգերի տեղը ստացվել է համբուրգեր։ Այստեղ պատրաստի ուտելիքներ են, էլի, պիցցայա, համբուրգեր կարաք գնեք։ Լավ, ախորժալի տեսք ունեն։ Լցնովի կաթա, 1 լիտրը 9.9։ Հա, այնա ուտելիք են բաժանած։ Բաննա։ Ընմիջում են անում, չէ՞։ Բրինձ ուտելիք, այսինքն աշխատատեղը մատակարարում է։ Էսի ոնց էր կոչվում, մոչի։ Սառացրած ապրանքները ձեզ ցույց տամ։ Մսեղեններն են, սրանք բոլորը ներկրված մսերն են ու այստեղ արգենտինական միսն է կարծեմ, թե նոր զելանդական ու արգենտինական մսերը բավականին թանկ են համեմատած տեղական մսի հետ։ Բայց դե չի կարա էլի նույն թարմությունը լինի, ես սրանք չեմ գնում։ Մի քանի անգամ գնել են կամ ասենք ռեստորաններում այս թանկանոց մսերն են, որ ստեյք բան են սարքում,
Ինչ-որ մի յուրահատուկ բան չեմ տեսել, դրա համար մենք տեղական մսերն ենք գնում, նույն միսն է, ժող։ Մեկնաբանությունները մեզ շատ եմ հանդիպում, այդ միսը, իսկ այդ մսով էս կարելի է սարքել թե։ Նույն միսն է, ժողովուրդ, ոչ մի տարբերություն չկա։ Նույն տավարն է, նույն խոզն է, նույն հավն է։ Համային տարբերություն ընդհանրապես չկա։ Այստեղ ֆերմաները շատ են, Լեոնինգ նահանգում կենդանիների ֆերմաներ շատ կա։ Բոլոր քաղաքների շուրջը ֆերմաներ շատ կան։ Դրա համար այստեղ միսը լավն է։ Հյուսիսն է, էլի։ Իդեպ մեր ստեղի կլիման Երևանի կլիմային շատ նման է։ Տեղական պելմենները, ինչ տեսակի, ինչ գույնի, ինչ տարբեր մսերի ասեք կա։ Բաներով եւ այլն, բայց լավ, դրանք է, եկեք ես դες ցույց տամ այստեղի հիմնական կատնամթերքները, որոնք մեր Զամբյուղի մեջ մտնում են հայկական։ Ուրեմն անկոր կարագը 227 գրամ, գինը համարյա 40 յուան, սա պրեզիդենտը։ Այստեղ ներկրված կարագները շատ թանկ են, բայց կա չինական կարագ։ Հա, իդեպ սրանք այս գնի չեն գնում, երբ որ ժամկետը մնում է մի 5-6 ամիս, որ լրանա, գները կտրուկ իջնում են, 50% էժանանում է, այս ժամանակ ակցիա են դնում որպես 50% զեղչով, մենք այդ ժամանակ գնում ենք, հիմա այս պահին չկա։ Բայց այն կարագը, որը մենք գնում ենք տեղական, չեմ տեսնում, երևի չկա։ Լավ է, սրանք սերուցքն է, նայեք։ Սրանք մսեր են։ Էս հա Չինաստանով մնում է նորմալ լավ կարագ է ու ավելի մաչելի է։ Ինչքան է գինը? 20 յուան է։ 200 գրամ, չէ՞։ Յոգուրտների տեսականին հələ նայեք մեծ երկարությունն է էս տաղավարի։ Մինչև վերջը գնում է, ամբողջը յոգուրտներ են։ Յոգուրտները շատ բազմազան են։ Ու գներն էլ շատ մաչելի։ Այսինքն տուփերով են։ Նայեք ինչ գներ են, 10 յուան, 13 յուան, 14 յուան, 11 յուան։ Այսի թարմ է լավ։ Կաթը սենց են գնում, փոքր 180 գրամ, 2 յուան, fresh milk։ Սա մի քիչ մեծ է, 500 գրամն է, արդեն 5 յուան է։ Հատնամթերքն ընդհանրապես էլի թանկ է, համեմատած, օրինակ մածուն կա այստեղ, ավոր թանկ է Հայաստանի հետ համեմատած։ Հեսա ցույց տամ, նայեք, հեսա կակրաս հենց դեմնս էր։ Սա մածուն է։ Արժե 13 յուան, իսկ քաշը հեսա ձեզ ասեմ 400 գրամ հեսա 400 գրամը 13 յուան, այսինքն 700 դրամից մի քիչ պակաս, պետք է վերցրա։ Օրինակ այդ մածունի պահը, չգիտեմ, Երևանում ինչքան է։ Ռոբի սիրած յակուլտներն են, ուզում ես յակուլտ, կլուբնիչնու։ Սրանք իբր աղիները կարգավորող ըմպելիքներ են, նորից յոգուրտներ, հետարքիր համային համադրություն է, սրանցից վերցնում ենք, լավն է, ավոկադո և հատապտողներ։ Սենց կաթեր էլ կան, ժողովուրդ, կաթեր, յոգուրտներ, սենց տարկղով են էլի մեծ, ու որ հատուկ աթեթավորում է, որ ոչ սառնարան է, պետք երկար ժամանակ կարա մնա էլի, այսինքն, ես մի տեսակ չեմ վստահում, երբեք տենց չեն գնում։ Հա, հացը, բա չեք ցույց տալի։ Այս հացերն են գնում, տոստերն են, էլի։ Այս բուրգերները շատ համով են։ Բայց ես բուրգին հələ նայ, հա? 4 յուան, եկալ էլ է 4 յուան։ Ժամկետները նայեմ եկալ, բայց սրանց մասին մի բան ասեմ, էլի։ Այս մեր մոտ սենց բաները որ լինում էր, մեջը ուտում էր, մեջտեղը երևի մի այսքան փոքր կրեմ էր լինում, սրա մեջ նուտելա է լցրած, հենց սկզբից կծում ես միջև վերջ, կրուասանի նման է։ Ասում այնքան շատ է, Ռոբը անգամ չի կարա վերջացնի մի հատը։ Հենց սկզբից սկսում ես կծել, լիքը միջև վերջ լիքն է։ Ուր է։ Ամենաներքևը։ Հա, սրանք տիրամիսու է գրած։
ռուսական։ Ուզում եք ռեկալ ենք, բայց ո՞նց Չէ, առանց ոնց կարա սարմարանի։ սենց մնա ամիսներով, ոչ։ 10-րդ ամիս ռուսական է։ Տիրամիսը է։ Բայ, բայց տորտ հալը նա է։ Հա, բայց լավ որ էս մինչա։ Դիքն է։ Հա, էս էլի փր անանասա։ Բուլկիա։ Լավ, եկեք դες շաքարավազը ցույց տանք, շաքարավազի գները։ Աստե նրբերշիկները սենց են, ժող։ Այսինքն հատով են։ Եթե տեղականներն են, տեղականները այս ձևով են, հատով են վաճառվում։ Ու նենց փաթեթավորված է, որ փաստորեն Միս չի։ միս չի էլի, բայց բայց մուսի համար լրիվ։ Փաստորեն համար ասում եմ միս չի, բայց ես սրանից շատ էի վերցնում առաջ։ Չէ, հիմա արդեն են ներկրվածները մեծ տուփերով մեծ ծանոթ։ Մի քիչ ավելի թանկ են, բայց նորմալ միս է էլի ուտում ես։ Սենց բաներն են թանկ, նաև մայոնեզն ու կետչուպ եւ այլ սոուսներ։ Սրանք էլ են թանկ, նայեք, այս փոքր սև բիբարի սոս, սա 10 յուան, սա մայոնեզն է 10 յուան, սա քաղցր մայոնեզ է, բայց մեջը փոքր տուփեր են, նայեք սրանք։ Վերջը։ Այս խանութում ավելի էժան է, մեր այն հին խանութում ինչքան էր, 14 էր, թե 12, 14 չէ, տես 10-ը։ Այս համ, մայոնեզը, չէ, մայոնեզը 13 է, չէ, ստե։ Հատը մի յուան տարբերություն է, էլի, պաստորեն, այս սուպերմարկետը ավելի էժան է, քան են մեր նախկին սուպերմարկետը, որտեղից գնումներ են կատարում միշտ, որը իդեպ որոշ մեկնաբանություններում գրում էին, որ դա ցածր խավի, եսի մեժան բանա, չէ, ժող ջան, եսի եթե համեմատենք Երևանի սուպերմարկետների, Հայաստանի City-ի հետ կհամեմատեմ, այդ կարգել է միջին խավի, որտեղ ստե սասին համարժեք մի բան էլ կա, իդեպ ունեմ, ալիքումս կարծեմ նկարել եմ, մի տարի առաջ էր, չէ, որ գնացինք են թանկանոտ սուպերմարկետը նկարենք, ստեղ կհայտնվի միտեղ էսա բանը ներդիրը կդնեմ, Կարակ անցնեք հղումով նայեք, բայց հետո միջև վերջ սա նայեք, հետո ենի կնայեք։ Մի հատ լայք դրեք, միջև ես Քացախին հասնեմ։ Քացախները տեսականին, ինչ համի, ինչ տոկոսայնության, ինչ ձևի ուզեք, Քացախներ, գները։ Մեծ շշերն են, էլի 500 գրամ են, 500 միլիգրամ, միլիլիտր այսինքն։ Եկեք ստեղ ձեզ սոյաները ցույց տամ, սենց կան։ 14-15 յուան, սենց շշերով կան։ Ես սովորել եմ մի քիչ էժանա, բայց էժանության համար չէ, համայն սա է մեզ դուր գալի, փորձել ենք շատերից ավելի թանկ, այս 20 յուաններ ենք փորձել օրինակ, մեզ այդքան դուր չեկավ, խտությունը շատ է։ Իսկ որն էր, այ հեսա սա։ Սա մեր համար ամենահարմարն է, սա ենք գնում 10 յուան։ Այն մեր հին սուպերմարկետում 11 յուան էր։ Ուստրիչնի սոուս, ինչ ասես կա, կունժուտի պաստաները։ Բայց Հայաստանում է կար, իմ գալուց հիշում եմ տեսել։ Ընդ ինչքան էին գները հիշում ես։ Ստե ինչքան է 11, 4։ Սրանք 10 յուան 200 գրամը։ Ասեն սոուսներ շատ կա, ահա որ շատ է այս չինական։ Հələ նայեք, ես ինձ ցույց տամ։ Չեմ էլ իմանում ինչ է, այստեղ բաներ կա, երբեք չենք փորձել։ Չէ, այսի շատ ենք վերցել։ Որը։ Ես շատ եմ սիրում։ Այդ ինչ է, հա, այն կծուն, հա։ Մի կաթիլ անում ես կծույցունից մառում ես, հա։ Ես սրանն չի, անուտ չի։ Այս են կանաչ բան է, սև բիբարի նման փոքր բաներ են կլոր, բայց սա այն մալան է։ Ահա, այդ է։ Մալա որ կա, մալակայը։ Ինքը գիտեք ինչ բիբարա ժող, իր կծույությունը, սենց այս պրոշները ու այս թշերը ամեն ինչը անզգայացնում է։ Մայա էլի, ման ինչ է կոչվում, նամ, անգլերեն նամ, ոնց կլինի բան հայերեն Այ արած։ գնել է նշանակում։ Հա? Մայ չէ, մա։ Ման նամն է։ Անիմենի է, հələ ռուսերեն, անգլերեն հիշում եմ, հայերեն չեմ հիշում, ժողովուրդ։ Թմրում է էլի ամեն ինչ, այն անզգայացնում է, ոնց է, որ գնում ես բժշկի մոտ, ատամնաբուժի մոտ, որ սրսկում են, այդտենց այս ամեն ինչը անզգայանում է, շատ հաճելի է։ Այստեղ որ մալաթա կա, մենք մալաթա սիրում ենք, այ մալաթան այդ վերեցից շատ են լցնում։ Շաքարավազները։ Էսի ստեղ է պրոստը էս մի տեսակ, այն բաժնում է, հեն ասակա։
Սա ինչ արժի։ Շաքարավազը երևի Հայաստանում ավելի էժան լինի։ Սա 1 կիլոգրամ է, 1 կիլոգրամի գինը 8.9։ Ինչքան է Հայաստանում հիմա շաքարավազը։ Բայց թամ դուք իմանաս, թե շաքարավազը համեմատած հայկական։ Ստեյն է։ Հա, ստեյ շաքարավազը ավելի ուժեղ է։ Ինքն է, դու ես լցնում, դու չափերը գիտես։ Բայց Հայաստանն ավելի էժան է։ Հա։ Իմ չեմ հիշում, վստահ չեմ, բայց ոնց որ ստեղ ավելի թանկ է, ստեղ ավելի մաչելիները կան։ Հա, քաշն էլ է քիչ է, 400 գրամ է, դրա համար է էժան։ Ինչ տեսակի շաքար ասես կա, ասենց դաշնագույն, ավելի մուգ դաշնագույն շաքարավազ, էս կարգի էլի, էս գույնի դաշնագույն, brown sugar, տարբեր տեսակի է, էլի, մենակ բանը չի, City-ում մտնում ես, մենակ City-ի շաքարավազն է, չէ, ուրիշ շաքարավազ չկա, ես սաղ շաքարավազ է, խոսքի ստեից արդեն Կրախմալն է սկսվում, կրախմալ հայերեն ոնց կլինի, ոսլա, այսքանը բայց շաքարավազ էր, այ այս ձեռքիս ստեից միջև այն պատը։ Արագ պատրաստման լապշաներ, եկեք լավ, համարա ասում է դրանք են հետաքրքիր, այդ հանք ցույց տանք արագ պատրաստման լապշաները, այստեղ տեսականին դե շատ է, երեխեքը սիրում են, մեկ-մեկ գնում եմ զուտ նրա համար, որտեվ մեկ-մեկ սիրում եմ, բայց մեկ-մեկ ասած մի քանի ամիսը մեկ աշխատում եմ չարաշահը, նայեք, լավ, սրանք մեծ տուփեր են, մեջը 5 հատ է, 5 պորցիա է, էլի, ցույց տամ էլ է հերթովկեները, սրանք ամանը հետ է, Ձեգը, լույսը դա, little donkey, փոքրիկ էշ, փոքրիկ ավանակ, եկեք ձեթերը ցույց տանք։ Սրանք ալուրներն են ժող։ Քաշեն են այդ ժող։ 10 կիլոն։ Լոբի ժող, եկեք ձեզ Գորիսի լոբին ցույց տամ։ Մանր է մի քիչ։ Ինչքան է գինը։ 5 կիլոն։ Սրանք արդեն չգիտեմ ինչեր են։ Ֆիստաշկան է։ Էդ ինչ հա տամ։ Կուկուրուզի ալուր, ինչ գիտես, կարող է մաննա է, բրինձները, ինչ տեսակի ասես, գներն էլ նայեք։ Սենց կենցաղային պետք է ցույց տալ, ես կենցաղային ապրանքները երևի ժող առանձին մի բան կանեմ, կնկարեմ, այդ հանք մենք մեր բանջարեղենն էլ վերցնենք, սրանք գնենք, էս ա մեր զամբյուղը։ Այդքան գնելու բան չունեինք, ճիշտն ասած, այնքան որ ձեզ ցուցադրելու համար գնացինք սուպերմարկետից, մտել ենք սուպերմարկետ ուղղակի նկարեինք,
Լավ, մենք գնանք այնտեղ, եկեք լավ զուգարանի փուխտը ցույց տամ։ Այսպես մեծ տուփերով։ Այս քանի հատ է դառնի ոչ 12 հատ։ 12 հատը սա գինը։ Տարբեր տեսակի, տարբեր սալֆետկաներն էլ նույնն է։ Սրանք խոհանոցի սալֆետկաներն են։ Սրանք էլ արդեն սեղանի։ Համար ասում եմ սրանք Հայաստանում մի հատիկը 2000 դրամ մարժ է։ Չգիտեմ դուք նայեք, սենց ամանովները, հա։ Իսկ սա 5 հատ է, 5 տուփան է, 5 պորցիա։ Ու ինչ արժի 40 յուան։ Էդեժան չի 2000 դրամ։ Բայց 5 հատ, իսկ հատը մի հատն է։ Հա, մի հատը 2000 է, այստեղ մի տուփն է 2000։ 5 հատ է, էլի, հա։ Դե ես չգիտեմ, ես այս բաներ չեմ նայում։ Դուք սոցցանցերով եք տեսել որ տենց կները։ Լավ ժողովուրդ ջան, ես արդեն դադար եմ, ցա մենք եթե մեր բանջարեղենի առևտուրը անենք, մեկնաբանություններում շատ ուրախ կլինեմ ձեր կողմից, ձեր քաղաքում կամ ձեր երկրում գները ներկայացնեք մեկնաբանություններում, որ կարողանանք համեմատել ու որ գրում եք գրեք որ երկրից եք։ Իդեպ այս խանութում որ անցած շաբաթ եկանք, հենց առաջի օրը մեզ VIP քարտ տվեցին, այնպես որ զեղչված կարող ենք ստեղ մեզանից չինական ID բան չուզեցին։ Այն մյուս են ամենաառաջի սուպերմարկետի նման քարտով ենք վճարում ու ավելի զեղչված։ Այն գները, որ այնտեղ տեսնում եք, այդ գներից շատ ավելի զեղչված գին ենք ստանալու։ Վերջնական։ Okay։ Քանի ատա։ Սեսիե։ Տեկին։ Bye bye։ Ой, իսկական բույս է, հա։ Ես գիտեի բանն է։ Հա։ Ես գիտեի պլաստմասա։ Լավ ժող, այս խոլորները նայեք, ստեղ սուպերմարկետ է, գները 40 յուան, այսինքն 2100 դրամի կարգի։ Բայց մենք մեր թաղամասում ունենք մի հատ էկզոտիկ բույսերի ու կենդանիների մեջ շուկա, ալիքումս կա, այստեղ ցույց կտամ մի տեղ։ Այդ շուկայում եղել ենք, էլի տեսանյութը կա։ Խոլորները, արխիդիաները, սրանից դե մեծ սիրուն գեղեցիկ խնամված։ Ընդամենը 20-25 յուան, այսինքն 1000 դրամ, մեծ խոլորները, մեծ արխիդիաները։ Լավ ժողովուրդ ջան, դե մենք վերջացրեցինք, նա էր սուպերմարկետը։ Այստեղ արդեն բանջարեղենի ու մրգեղենի բաժիններն են։ Մենք այստեղ էլ առևտուր ունենք, բայց քանի որ ես արդեն դա ցույց եմ տվել մի քանի շաբաթ առաջ, ձեզ երևի արդեն չանանք ստացնեմ այդ առումով։ Դուք էլ ժողովուրդ ջան, ձեր շնորհակալությունը հայտնեք լայքելով տեսանյութը, բաժանորդագրվելով եթե դեռ չեք հետևում ու անպայման ձեր կարծիքով կիսվեք մեկնաբանություններում, մեզ հետաքրքիր է, մենք այս գները որ ցույց ենք տալի, մեզ էլ է հետաքրքիր համեմատել, այնպես որ ձեր քաղաքում, ձեր երկրում գները ներկայացրեք, որ միասին կարողանանք համեմատել ու մեկ էլ տակը գրեք որ երկրից եք նայում։ Մեր լսարանի աշխարհագրությունն էլ է հետաքրքիր, այնպես որ ձեզ լավ օր ժողովուրդ ջան, կհանդիպենք։ Հաջողություն։